Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակից այսօր միջազգայնագետ Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանն է, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, արդեն իսկ, այսպես ասած, ընտրությունների օրակարգը, կարծես այսպես, իշխանությունները իրենց համար գծել են ու հանրությանն էլ այս թեզն են տրամադրում պատերազմի եւ ոչ պատերազմի կուսակցություններ, ընդ որում կարծես այդպես ոչ պատերազմի կուսակցություն, խաղաղության կուսակցություն, որպես դիրքավորվել են միայն իրենք, մյուս ընդդիմադիր ուժերը, ինչպես ինքն է ասում, փորձում են ռևիզիայի ենթարկել խաղաղության տեսլականը։ Ընդ որում այսպիսի մի հայտարարություն էլ, որ շատ քննարկվեց, ասում է, որ սեպտեմբերյան պատերազմից ավելի ծանր հետևանքներով մի նոր պատերազմ են ընդդիմադիրները նախապատրաստում։ Այսպիսի օրակարգով են ընտրությունների գնում քաղաքական դաշտում։ Նայեք, շնորհակալություն նախ հարցի համար, որտեղ իսկապես կարևոր sense ասեմ հարցով եք սկսում։ Գնում ենք դեպի ընտրություններ, բարձր որ արդեն տեղ ունեն ուժերի դասավորում, սակայն շատ ավելի կարևոր է թե ով է օրակարգը թելադրելու եւ ինչ օրակարգով ենք մտրում ընտրություններ։ Հիմա գործող քաղաքական վարչախումբը փորձում է հենց այդ պատերազմի եւ խաղաղության կեղծ օրակարգը մտցնել։ Ինչու է այդ օրակարգը կեղծ։ Առաջին հերթին նով է կեղծ, որ իրենք փորձում են մարդկանց վախեցնել պատերազմով։ Այն դեպքում, երբ որ Հայաստանի պատմության մեջ վերջին 36 տարվա ընթացքում ամենաշատ պատերազմ բերած կուսակցությունը հենց իրենք են։ Եկեք հիշենք 2020 թվականի սեպտեմբերին սկսած պատերազմից հետո իրենք եւս երկու մեծ խոշորամասշտաբ հարձակում են, ասենք ասեմ, թույլ տվել, որ տեղ ունենա Հայաստանի նկատմամբ եւ Արցախի հայաթափումով հարյուրավոր հայկական գյուղերի, քաղաքների, հայկական եկեղեցիների, սրբավայրերի հանձնումով Ադրբեջանին։ Հետևաբար ու բացի դրանից նաեւ ներխուժումով արդեն Հայաստանի տարածք։ Նվազագույնը 200-ից ավելի քառակուսի կիլոմետր տարածք է գրավված Հայաստանում։ Սա փաստ է։ Սա փաստեր են, որ բոլորը գիտեն, բայց իրենք փորձում են փաստերը աղավաղել եւ թելադրել խաղաղություն թե պատերազմ օրակարգը։ Այն դեպքում, երբ որ մենք դրանով նաեւ փորձում ենք շեղել այն խնդիրներից, որոնք կան Հայաստանի ներսում։ Իսկ եկեք չմոռանանք, էլի առաջնային հարցը թվում է պետք է ընտրությունները դա ոչ թե արտաքին խաղացողներն, այլ Հայաստանի բնակիչների։ Իսկ Հայաստանի բնակչությունը այսօրվա քաղաքական ռեժիմի թեթև ձեռքով կանգնած է լրջագույն խնդիրների առաջ։ Եվ ընդդիմության այս կարևորագույն պայմաններից մեկն է հաղթանակի համար հաջորդ ընտրություններին, հենց այդ օրակարգը թելադրել, ցույց տա, որ այս մարդիկ քանդել են երկրի ներքին կառավարման համակարգը 1, վերացրել են ժողովրդավարությունը Հայաստանում 2, երբ որ իրենք ժողովրդավարությունից են խոսում, տնտեսական համակարգը թույլատրել են, թոշակառուների մեծ թվով մարդկանց հասցրել են աղքատության եզրին, որտեղ ահռելի ինֆլյացիա կա Հայաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում։ Այսինքն բանկերը օրինակ գերշահույթներ են ստանում, օրինակ երբեք չի եղել որ բանկերը լրացիչ $1 միլիարդ շահույթ ստանան, բայց 2025 թվականին իրենք ավարտել են բանկերին նվիրաբերելով $1 միլիարդ շահույթ։ Ու դա եղել է իմ ու քո հաշվին, որովհետև ներկայումս մենք ստիպված ենք մեր սա գործարքները անել փոխանցումներով, այսպես կոչված digital համակարգով, եւ ամեն ինչից բանկը ստանում է եկամուտ, այսինքն կանխիկ փող իրանք վերացնելով բանկերին հնարավորություն են տվել գերշահույթ։ Սա բերել է նա, որ մանր եւ միջին բիզնեսն է սկսում վերանալ, որտեղ կրկնակի ավելի մեծացրել են հարկերը։ Սա բերել է նա, որ մեր բանկային գաղտնիք հասկացողություն չկա, այսինքն իրանք կարողացել են նրան ասել, որ բանկերը ու իրանք կառավարություն ամբողջովին վերահսկում են ցանկացած փոխանցում եւ այլն եւ այլն։ Ուսում ասեմ, ապագայի համար շատ կարևոր է թե ով կարա օրակարգը թելադրել, ընդդիմությունը թե գործող ռեժիմը։ Այս պահի դրությամբ դեռ այսպես արձագանքներից, կարող ենք ասել, որ հիմնական օրակարգը իշխանությունների ձեռքում է, համաձայն եք թե ոչ։ Լրիվ համաձայն եմ, ցավոք սրտի։ Ու այս թեզերը, անդադ պատերազմ կլինի, ամեն դեպքում հանրության ինչ-որ շերտի վրա ազդեցություն ունենալու է հստակ։ Միանշանակ ունենալու է, բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունը կարողանա այլընտրանքային օրակարգ թելադրի։ Քանի որ ես ինքս ներկայացնում Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը եւ մենք միացել ենք միասնության թևեր շարժման, ապա հիշենք, որ մի քանի շաբաթ առաջ Արմանը Թաթոյան ներկայացեց օրինակի համար մի կարևորագույն օրակարգային խնդիր ադրբեջանական կողմը ոնց է դիրքերը առաջ շարժում։
չնայած փորձերին իբր թե դա սուտ է հայտարարությունները, բայց այնուամենայնիվ փաստացի, ասենք ասենք ֆոտո նկարահանման պայմաններով ինչ որ ապացույցներ, որ իսկապես դա տեղի չունեցել, իրենք չկարողացան ցույց տալ։ Ընդհանրապես ասեմ, որ դա օգոստոսին չի եղել։ Բայց հիմա ինչ կարևոր է թե դիրքերի առաջարժումը երբ է տեղի ունեցել, օգոստոսին թե հունիսին։ Սա էլ է կարևոր պայման, երբ որ դու կարողանում ես օրակարգ թելադրես եւ ստիպում ես նրանք քեզ պատասխանեն։ Իսկ որ ադրբեջանական կողմը ամեն օր առաջ է շարժում, սա փաստ է։ Մենք եւս այլ ապացույցներ ունենք, իդեպ դրա մասին նաեւ Հայաքվեն է խոսացել, մասնավորապես Ավետիքը Քերոփյան, նույնպես մեր Հայաքվե վարչության անդամ, որը ներկայացրել է, որ օրինակ Սյունիքում կան դիրքեր, Ադրբեջանը այնքան է առաջ շարժել իր դիրքերը Սյունիքի Դրանք որ հիմնականում որ հատվածներում։ Դա խոսքը տվյալ դեպքում Ավետիք Քերոփյանի ասածը վերաբերում է Գորիսի ուղղությամբ։ Օրինակ համար այնտեղ այնքան են առաջ շարժել, որ հայ զինվորները որ գնում են իրենց դիրքերը, անցնում են ադրբեջանական դիրքերի մոտով։ Եվ ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին, որից հետո նոր թույլ են տալի գնալ հայկական իրենց դիրքերում 2 շաբաթ մնալ ու հետ գան։ Այսինքն ստուգման միջոցով են ասում, եւ դա այդպես է չէ։ Իսկ այս տեղեկությունները, այսինքն այնտեղ այցերի ընթացքում են հավաքագրվում։ Նայեք, ես ասեմ, տեղեկությունները շատ ուղղությամբ են անում։ Նախ մեր այն զինվորներից, ովքեր կանգնած են այդ դիրքերում, ովքեր իրենց աչքով նայում են եւ տեսնում են ադրբեջանցիները, ասենք թե 3-4 ամիս առաջ գտնում էին մի դիրքում եւ ապա իրանք առաջ են բերել իրենց դիրքերը եւ ավելին ճանապարհներ են կառուցել մինչեւ այդ, այսինքն դա աչքով երևում է։ Պլյուս կա նաեւ տիեզերական այդ համակարգերը, որոնք արբանյակները տիեզերականով նկարահանում են եւ դա երևում է, շարժը երևում է, թե մի քանի ամիս առաջ որտեղ էին այդ դիրքերը եւ ներկայումս որտեղ են։ Շատ կարեւոր է այս խնդիրների մասին խոսալ։ Շատ կարեւոր է որ դուրս գալ այս կեղծ պատերազմ թե խաղաղություն օրակարգից, որովհետեւ դա ամբողջովին կեղծ օրակարգ է։ Եթե Հայաստանը կներեք այսօրվա գործող ռեժիմի թեթև ձեռքով Ադրբեջանին զիջել է ամեն ինչ որ նրանք ուզել են, այդ դեպքում Ադրբեջանը ինչու պետք է Հայաստանը վերահսկի։ Օրինակ, չգիտեմ որքանով եք տեղյակ, ազգային ժողովում իշխանական պատգամավորները այսպիսի մի նախագիծ են մշակում, հա, որ եթե պաշտոնական տեղեկատվությունից հերքումից հետո նորից սկսեն այդ տեղեկատվությունը տարածել, ապա դա այսպես պատժի, եթե չեմ սխալվում, այդ թվում նաև իրավական ասպետական արժանալ։ Սա նրանից հետո, երբ որ ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը, սակայն նորից սկսեց։ Նայեք, սա խոսքի ազատության եւ լրագրողական գործունեության նկատմամբ վերահսկման նորից իրենց մեթոդաբանությունը, ինչը ապացուցում է մի բան, որ այն փաստերը, որոնք դրվում են սեղանին, իրենք ճշմարտացի են։ Որտեւ եթե ՊՆ-ն հերքում է ինչ-որ բան, նա պետք է հերքի այնպես, ինչպես որ այդ ապացույցները դրել են։ Նույն ներկայացնի, ասենք թե արբանյակային այդ ֆոտոնկարները, ինչ որտեղ են իրենց դիրքերը մի քանի ամիս առաջ, որտեղ են այսօր այդ դիրքերը, օրինակամար Ադրբեջանը Սյունիքում եւս մի շարք տեղեր առաջ է եկել, ինչը բերել է նա, որ օրինակ այնտեղ կան հատուկ անտառային տարածքներ, որոնք այս պահին գտնում են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Ավելին իրանք նաև այդ տարածքներից ահռելիթով անտառահատումներ են իրականացրել, արդեն Հայաստանի Հանրապետության օրինական տարածք այնքան է խորացել, որ անտառահատումներ են իրականացվում, այդ փայտի եւ այլն տանում են իրենց մոտ եւ վաճառք են անում։ Այսինքն սրա մասին է չի խոսվում։ Մենք նորից եմ կրկնում, հենց պետք է բերենք այս ապացույցները, ցույց տանք, որ այս մարդիկ Ադրբեջանի sense ասեմ, սողացող առաջ գնալ Հայաստանի տարածքում շարունակական է եւ սրանք խաղաղություն մեզ չեն բերում։ Իրական թակարակը իրենք են պատերազմի կուսակցությունը, որ Հայաստանին տանում է հերթական պատերազմ եւ իրենց եւ փորձել Հայաստանի բնակչությունը վախեցնել պատերազմում, սա ինչպես չեմ հիշում ով էր ասում, սա մեկ Ալիևն է անում, մեկ էլ գործող վարչախմբի պարագլուխը։ Այսինքն քաղաքական ընդդիմության կարևորագույն օրակարգն է կամ կարևորագույն խնդիրն է թելադրել իր օրակարգը այն խնդիրներին, որոնց Հայաստանի բնակչությունները բախվում են։ Իսկ Հայաստանում գնալով ավելանում է աղքատությունը, չնայած իրանք նշում են, որ իբր թե տնտեսական ահռելի աճ ունեն, բայց ասենք թե թոշակները կարողացան կամ ցանկացան բարձրացնել միայն այն բանից հետո, երբ որ նրանց վրա բավական մեծ ճնշում տեղի ունեցավ, հենց մեկն էլ Հայաքվեի կողմից եւ եւս մի շարք ընդդիմադիր ուժերի կողմից 10,000 դրամով բարձրացին, չնայած հայտնի է, որ
դեկտեմբերին իրենք իրենց 3 միլիարդի, չէ, պարգևավճար էին տվել, այլ տեղեկություններով մարտ ամսին եւս դրանից ավելի մեծ գումարի 4.5 միլիարդի պարգևավճար են իրենց տվել, ու սենց շարունակաբար։ Շատ կարևոր է հենց խոսալ ներքին խնդիրների մասին։ Այդ խնդիրները առաջ քաշել։ Հայաստանում, ասենք բանկային համակարգի մասին, որ ուղղակի թալանում է ժողովրդին, դրա մասին է պետք բարձրացնել։ Դպրոցների մասին է պետք խոսալ։ Տես իրանք ասում են, որ իբրև դպրոց չեն փակում, ինչը բացարձակ սուտ է։ Օպտիմալացման անվան։ Հա, իրանք օպտիմալացման անվան տակ 200-ից ավելի դպրոցներ են փակում, որոնցից ճնշող մեծամասնություն սահմանամերձ դպրոցներ։ Միայն 50-ը Սյունիքում։ Հա, եւ սա ինչի է հանգեցնում։ Սա հանգեցնում է դպրոցների ասենց ասեմ վերացմանը, եւ սա հանգեցնում է նաեւ այդ գյուղերի հայաթափմանը։ Այսինքն այնպեսի տպավորություն է, որ գործող քաղաքական ռեժիմը նրա պարագլուխը, հատկապես այսպես կոչված ԿԳՍՄ նախարար կոչվածը, զբաղված է Հայաստանի սահմանամերձ շրջանների հայաթափմամբ, այդ գյուղերը դատարկելով, այդ գյուղերի բնակիչներին փակելով դպրոցները, որտեղ օրինակի համար իրանք չմոռանանք նաև առողջապահության նախարարությունը ժամանակին սկսեց փակել նաև ծննդատները, օրինակ Մարալիկի ծննդատուն ինչու են փակում, ոչ ոք տենց չկարողացավ բացատրել։ Այսինքն այն շրջանները, այն փոքրիկ գյուղերը, ավանները, բնակավայրերը, որոնք կան, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար, եւ այդ բնակիչները նաև ընտրողներ են։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի այդ բնակավայրերը ել ավելի թուլանան, հայաթափեն եւ մարդիկ լքեն այդ բնակավայրերը։ Բայց նպատակը ինչ է, ինչ են շահելու։ Իմանալով իրենց դա նաեւ համաշխարհային բանկի պահանջներից մեկն է եւ համաշխարհային բանկը սրանց փող է տալիս, պահանջելով նաեւ այսպես կոչած օպտիմալացնել ծննդատները, օպտիմալացնել տարբեր պետական կառույցները, հիշենք, օրինակ Վարդենիսի սահմանամերձ մի շարք գյուղերում օրինակի համար այսպես կոչած սպորտ սեղանները փակվեցին եւ ոստիկանական կենտրոններ փակվեցին։ Սրանք փոքր թվում է թե բաներ են, բայց ամեն մեկ ինչ որ պետական ներկայություն է, որ դու ունես պետական ներկայություն է դպրոցներում, այդ գյուղերում սահմանամերձ։ Սա որոշակիորեն վստահություն է նաեւ այդ բնակության մոտ շնչում, որ այստեղ ներշնչում, որ այստեղ կա, ասենք թե բուժ հիմնար, կա պասպորտ սեղան, կա դպրոց եւ այլն, տարբեր տենց եւ դու սկսում ես այդ բուժ հիմնարկը, դպրոցը, պասպորտ սեղանը փակել, սա բերում է նա, որ մարդիկ սկսում են լքել։ Այո, ասեն դուրս է գալու որ պետությունը այդ սահմանամերձ գյուղերին լքում է փակելով այդ ամենը։ Այսինքն սրա մասին է, որ այսօր պետք է խոսա անդիմությունը։ Եվ օրինակի համար հայակվեն հենց այդ հարցերը բարձրացում են մասնապես մեր համար թիվ 1 խնդիրներից մեկը, որ ասում ենք պարբերաբար խոսում ենք, եւ մեր ընկերները օրինակ Ատոմա Մխիթարյան, Մենուան Սողոմոնյան, դա հենց ասենք թե դպրոցների այսպես կոչված օպտիմալացման անվան տակ դրանց ամբողջովին փակումն է։ Պարոն Մանվելյան, մի այսպիսի թեզ էլ վերջ կառավարությանից հետո Երջապազրություն Նիկոլ Փաշինյանը քաշեց, երբ որ իրան մեղադրում են, որ դուք եկել եք այսպես Արցախը հանձնելու, ինքը ասեց, որ Արցախը մշտապես էլ եղել է Ադրբեջանի կազմում, բայց նախկին իշխանությունները, որում թե Հայաստանի, թե Արցախի երկու ժողովուրդներից թաքցրել են ու ժողովրդի թիկունքում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Նայեք, գիտեք, ասենց հայտնի խոսք ասում, ամենավտանգավոր ղեկավարն է, որ վախենում է պատասխանատվություն իր վրա վերցնելու։ Եվ մենք այսօր ցավոք սրտի գործ ունենք տենց մի հատ ղեկավարի հետ, ով ցանկանում է ասել, որ ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Հայաստանի գլխին մի քանի պատերազմ է բերել, բայց ինքը դրա համար պատասխանատու չէ եւ մեղավոր չէ։ Արցախը հանձնել է Ադրբեջանին, բայց նորից անընդհատ նախկիների մասն է խոսում, երբ որ ինքը արդեն 8 տարի է իշխանության է։ Այսինքն այս մարդը սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս մարդուն ուղղակի վստահել չի կարել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սխալվել են եւ ձայն են տվել նրանց, պետք է հասկանան, որ այս մարդուն վստահել չի կարել, որ նրա խոսքը կեղծ է եւ սուտ է։ Հիշենք էլի 2021 թվականի իր նախընտրական խոստումները, մասնապես որ Արցախը հետ են բերելու, դեօկուպացնելու են Հադրութ-ԵՄ շրջանները։ Այսինքն այս մարդու ասած ցանկացած խոսքին պետք է վերաբերել մեծագույն կասկածանքով կամ վստահությամբ, որ նա ստում է։ Այդ հարցում պետք է բոլորը վստահեն։ Դա համար լինել պետության ղեկավար, բայց ոչնչի համար պատասխան չտալ ու մեղավոր չզգալ, սա Դենք ասում եմ, ես էլ եմ մեղավոր, բայց այդ նախկինները այսպես ավելի շատ են, քանի որ իմ պաշտոնավարման ժամկետը ավելի քիչ էր։ Իսկ իրենք 30 տարի շարունակ ասում եմ, բերել հասցրել են սրան։
Այնպես որ իրենց մեղքի չափաբաժինը ասում է ավելի շատ է։ Նայեք, նախկիններ հասկացողություն ինքն է կեղծ հասկացություն, որովհետև նախկինում եղել է 3 տարբեր ղեկավար, որոնք սկզբունքորեն իրար հետ այնքան է կապ չեր ունեցել։ Ճիշտ է, ժամանակին Քոչարյանի իշխանությունը sense ճամպրուկի նման հանձնեց Սերժ Սարգսյանին, ինչի դեմ հետագայում ինքը բողոքում էր, որ իրավունք չունի Սերժը sense ճամպրուկով իշխանություն հանձնել Նիկոլին, բայց ինչը տեղ ունեցավ։ Բայց միևնույն է, այս ղեկավարները բացարձակ տարբեր են եղել, տարբեր մոտեցումներով, տարբեր քաղաքական օրակարգներով։ Եվ իրենցից ոչ մեկը Արցախը չի հանձնել Ադրբեջանին, ոչ մեկը։ Անկախ նրանից, թե ինքը ինչ է ասում, ունեցել են պայմանավորություն, չեն ունեցել։ Փաստը մնում է փաստ, որ ինքն է հանձնել։ Բայց մի բան էլ եմ ուզում հատուկ շեշտեմ ու հատկապես մեր դիտողներին, ովքեր նայելու են այս հաղորդումը։ Հայաստանի բնակչությունը մի հատ շատ լավ սովորություն, ինքը երբեք թույլ չի տվել, որից մեկի երրորդ անգամ գալ իշխանության։ Ու ժամանակի 2018 թվականի այդ Մերժի Սերժին շարժում սկսեց դրանից։ Եվ որ Սերժ Սարգսյանը փորձեց երրորդ անգամ գալ իշխանության, երբ որ խոսքեր տվել, որ ասել էր չէ, չի։ Հիմա Փաշինյանն էլ թույլ չեն տալու։ Իհարկե չպետք է թույլ տրվի։ Բնակիչները պետք է հասկանան, որ ոչ մի իշխանավոր Հայաստանում 2 անգամից ավել ընտրվելու եւ իշխելու իրավունք չունի։ Որտեղ այս մարդիկ շատ վատ ղեկավարներ են, անկեղծ լինենք։ Դա բոլորին է վերաբերում։ Գուցե դա ձեր ընդդիմադիրների տեսակետն է, Չէ, դա իմ անձնական տեսակետն է։ Ես էլ որպես ընտրող։ Բայց գուցե սովորական այսպես քաղաքացիների։ Դե սովորական քաղաքացիներին պետք է այդ բանը հասցնել, որ երբեք թույլ մի տվեք ոչ մեկին երրորդ անգամ գալ իշխանության, որովհետև սա բերում է այլասերման։ Իշխանությունը հատկապես որ աբսոլյուտ է։ Նայեք, իրանք ընդունում են օրենքներ, որով փորձում են ազատ խոսքը արգելել։ Հիմա իրանք ընդունել են սահմանադրություն, որով փորձում են ել ավելի ծանր վիճակ ստեղծել Հայաստանի բնակչության համար։ Այս վերջերս հատվածներ եղավ դրանից, այսինքն իրանք փորձում են իրենց իշխանությունը վերածել, ասենց ասեմ, միապետության, բացարձակ բռնապետություն հիմնել։ Այսինքն նա, ով որ երրորդ անգամ է ընտրվելու, իշեք, դառնալու է բացարձակ բռնապետ, եթե ինքը հիմա ասենց ասեմ ավտոկրատիկ համակարգ է հիմա կառուցված երկրում, ապա ասված չեն, եթե երրորդ անգամ ընտրվի, մենք գործ կունենանք բռնապետի հետ եւ շատ-շատերը կհայտնվեն բանտերում հաջորդ օրը, երբ որ սրանք գան իշխանության։ Այսպեսի սպառնալիքներով։ Հա, ես դառնում համոզված եմ, որովհետեւ հատկապես խոսքը ընդդիմության մասին է։ Որտեղ բռնապետություն կառուցելը սա իրենց այդ հնարավորությունը կստեղծի, եթե ասված չանի երրորդ անգամ ընտրվեն։ Հիշենք իրենց հայտնի ժամանակին կերպար կար Գերմանիայում Ադոլֆ Հիտլերանը, որը իշխանության եկավ ընտրություններով ժողովրդավարական ճանապարհով եւ ստեղծեց իր բռնապետությունը։ Հիմա ոչ ոք չի կարող ասել մանավանդ այն սահմանության այն օրինակ, որ այսօր շրջանառվում է, հենց Հայաստանը բռնապետություն կառուցելու փայլուն օրինակներից մեկն է։ Եվ մի թեմայի եւս կուզեի անդրադառնալ, արդեն վերջում պարոն Մանվելյան, փաստորեն հայտնի դարձավ, որ կաթողիկոսին թույլ չեն տալու գնալ Վրաստան, թե պաշտոնական այդպես հրավեր եղել է, բայց Հայաստանում իշխանությունները թույլ չեն տալիս երկրից դուրս գալ։ Սա որքանով է, այսպես ասած, տեղավորվում օրենքի օրինականության շրջանակներում։ Սա տեղավորվում է իրենց տեսակի մեջ, այսինքն փոքրոքի, վախկոտ, անհայրենիք, բարոյազուկ, հակաքրիստոնյա տեսակի մեջ է տեղավորվում։ Որտեղ թույլ չտալ կաթողիկոսին մեկնել մասնակցելու հարևան երկրի կաթողիկոսի իրենց վեհապարի հուղարկավորության արարողությանը, սա նորից եմ կրկնում, ընդամենը ցույց է տալիս այն վախերը, որ ես մի քիչ առաջ նշեցի, այս կապշուտ են, որ մարդիկ ցանկանում են բռնատիրություն կառուցել։ Նորից եմ կրկնում, հայ քրիստոնյա մարդը պետք է առաջին հերթին պաշտպանի իր եկեղեցուն, որտեղ եկեղեցին է մեր ինքնության կարևորագույն հենասյունը։ Համար իզուր չէ, որ հենց հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը նույն միասնության թևերի հետ միասին մենք շատ են կարևորում աջակցությունը հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու։ Սա պետք է արվի, սա մասն պետք է բարձրաձայն խոսվի, որ պետք է եկեղեցին պաշտպանվի այսօրվա ռեժիմից։ Եվ իսկ իրենց քայլը, ինչպես նշեցի, սա վախկոտ փոքրոքի մարդկանց քայլը։ Ինչպիսի օրինակ միջազգային հանրության կողմ, ինչպիսի այսպես տպավորություն սա կարող է ստեղծել։ Գիտեք, ցավոք սրտի միջազգային հանրությունը ինքը մի ցակ ամորֆ հասկացողություն է, ես չգիտեմ էլի այդ ովքեր են այդ միջազգային հանրությունը։ Եթե խոսքը Եվրամիության մասին, ապա Եվրամիությունը ինքը վաղուց քրիստոնեությունից հեռացած կառույց է, այնտեղ քրիստոնեական ոչինչ չի մնացել։ Իրենք ինչ որ մեկին են նշանակել որպես ասենց ասեմ նայող, չէ, եկել է երևի Հայաստանում իբր թե հիբրիդային հարձակումների դեմ մեզ պաշտպանել։ Արագարտական։ Հա, իրականում հենց ինքներն իրենք են իրականացում հիբրիդային պատերազմ ընդդեմ Հայաստանի։
որովհետև այս աստիճանի ներխուժում Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ սա նաև խոսում են ամասում Հայաստանը կորցնում էր ինքնությունը իր ինքնավար համակարգի մի մասը արդեն մենք կամավոր հանձնել ենք Եվրամիությանը, որից մարդ են կանչում, ասում ենք արի մեզ պաշտպանի մեր իսկ ընդդիմությունից եւ իրենք է գալիս են ու ասում են իհարկե կգանք ու ձեզ կպաշտպանենք ձեր իսկ ընդդիմությունից, ձեր իսկ եկեղեցուց եւ այլն եւ այլն։ Նորից եմ կրկնում, այս իրավիճակը շատ վտանգավոր է եւ շատ կարեւոր է որպեսզի ընդդիմությունը կարողանա հենց այս խնդիրները դնի օրակարգ պաշտպանություն եկեղեցուն, պաշտպանություն հայ մարդուն, նրա իրավունքները, աղքատ մարդկանց, թոշակառուների պաշտպանություն, Հայաստանում տնտեսական, իրական տնտեսական աճի զարգացում, թույլ չտալ, որպեսզի պետական չինովնիկներ, հատկապես քաղաքական չինովնիկներ ստանան sense ահռելի թվերով չգիտեմ էլի պարգևավճարել 7-8 միլիոն, երբ որ թոշակառուին 10,000 դրամով են վարձատրում, նախարարին տալիս են 7 միլիոն դրամի պարգևավճար։ Սա շատ բարոյազույր քայլ է, որը կարող է անել այսօրվա ռեժիմը, որը կներեք թքած ունի այդ թոշակառուի վրա, բայց կարևորում է իր չինովնիկին, որին 7 միլիոն դրամ, չգիտեմ 3-2 ամիսը մեկ պարգևավճարներ է վճարում։ Այս համակարգն է, որ պետքա կոտրվի։ Կոռուպցիոն է այս համակարգն, որ պետք է վերացվի։ Ես մի բան էլ ասեմ, նայեք, իրենց առաջ քաշած այդ հայտնի լոզունգը, որ մեր այսօրվա հերոսը հարկ վճարողն է, սա ճորտատիրական հասարակությանը հատուկ գաղափարախոսություն է։ Եվ որ ճորտերը պարտավոր են ռենտա վճարել, իսկ ասենք ֆեոդալները ստանալ պարգևավճարներ։ Հիմա ցավոք սրտի իրենք բերել են Հայաստանը դարձրել են նմանատիպ միակ ճորտատիրական համակարգի։ Շնորհակալ եմ սրացի։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք միջազգային ագետ ՀԱՅԱՔՎ միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մամելյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։